Սիրելի հայրենակիցներ, հայեր, հայրենիք սիրող հայեր, որ հասի շրջանակների մեջ ենք այսօր մենք ապրում։ Նախկինը, որ իր բերանով ասեց, թե պարտվել ավելույթ հզոր ուժերին, սրան իշխանության բերոյը։ Սրանով իսկ հաստատում է, որ սա ուրիշի կամքն է կատարում, այսինքն Հայաստանը տրվեց արտաքին կառավարման։ Իսկ սա որպես մի բանվոր է աշխատում այսօր նրանց ձեռքին։ Հետևաբար մենք պիտի արթնանանք ու թույլ չտանք, որպեսզի մեր թշնամի ուժերը հարձակվեն մեր եկեղեցու վրա։ Անունը դնեն վեհափար թե եպիսկոպոս։ Վերջերս մեկը ճղճղան ձայնով ասում էր եպիսկոպոսներ բետլի եւ այլն։ Սա Սաշիկի 50%-անոց արագաչափերի մասին է խոսում, որ այնքան սուտ խոսեց, որ մարդիկ հավատացին։ Եկեք միասնական պահպանենք ու պաշտպանենք մեր եկեղեցին, մեր ինքնության արմատը, որովհետև ի սկզբանե եկեղեցի եղավ հայի պահպանության, հայի հարատևության եւ հայի հոգու փրկության այն առաջնորդը, այն ուժը, որի գլուխն է Քրիստոս։ Եվ այսօր օտար երկրների մոտ բանվոր աշխատող մեկը, որ ցավոք սրտի կառավարիչն է մեր Հայաստանի, հարձակվել է եկեղեցու վրա։ Ավելին, նա ինչ-որ մեկին էլի իր պաշտպանության տակ առավ։ Հիշում եք, երբ նոր էր եկել ոչ բարով իշխանության, այլասերված մեկի համար 20 միլիոն դրամ փոխանցեց եւ ասեց նա իր պաշտպանության տակ է, որպեսզի հասկանանք սա ինչ տեսակի որակի մարդկանց է իր պաշտպանության տակ վերցնում։ Ուրեմն մենք բոլորս շատ կարևոր է, որպեսզի մեր արթնությունը ունենանք մեր սրբությունները պահպանելու ու պաշտպանելու համար։ Այստեղ անձերի խնդիր չէ, այստեղ մեր ինքնության, հարատևության խնդիրն է։ 1054 թվականին եղավ Օսմանյան կայսրության երրորդ արշավանքը, երբ օսմանները մտան Հայաստան ու ցայսօր իրենց ավերն են բերում Հայաստանում։ Ցայսօր տեսնում ենք նրանց ներկայացուցիչը նաև մեր երկրի գլխին։ Եվ այսօր երբ ասում են մենք թուրքերի հետ կապրենք, առևտուր կանենք, պարզապես զարմանալի է, թուրքի խաղը հայի մահն է։ Հետևաբար մի ազգ, որ հարատև մեզ կոտորել է, նրանց հետ չի կարելի որևէ առևտուր անել։ Տեսեք Բաթումն ինչ եղավ, Բաթումը ամբողջությամբ թուրքացել է։ Արդյոք այդ ծրագիրը չի իրականացում այսօր Հայաստանում եւ գուցե եկեղեցին է խանգարում նրան։ Ուրեմն արթուն պետք է լինենք եւ արթնության մեջ պիտի թույլ չտանք մեր սրբությունների ավելի ականատեսը լինելու։ Սիրելի հայրենակիցներ, քրիստոնյա ազգ, մեր հոգու փրկության տապանը պարտավոր ենք պահպանել ու պաշտպանել եւ թույլ չտանք, որ նեռի զավակները փորձեն որևէ վնաս հասցնել։ Մեկ մզկիթ է մտնում, մեկ կաթոլիկ եկեղեցում հաղորդություն առնում։ Առհասարակ մեր դավանության մեջ այդպես է, որտեղից մարդ հաղորդություն է ստանում, այնտեղի դավանությունն է ընդունում։ Հետևաբար նա հայ եկեղեցու հետ կապ չունի։ Անդեմ մի երևույթ է, չես դա սատանային հատուկ կերպ է։ Գիտեք, եկեղեցական շատ եկեղեցականներին տարբեր մեղքերի մեջ են մեղադրում։ Ես մի այդպիսի պատմություն հիշեցի։ Իրական պատմություն։ Մի հավատացյալ գնում է քահանային է հանդիպում, ասում է Տեր Հայր, ես Հիսուսին եմ տեսել։ Քահանան կասկածում է, ասում է իրեք Հիսուսն էր, ասում այո, ասում է դե լավ, այս անգամ որ նորից քեզ կհայտնվի, կասեցի մեղքերի մասին պատմի։ Եվ մի երկու ամիս հետո նորից է գալիս, ասում է Տեր Հայր, ես Հիսուսին եմ տեսել։ Քահանան ասում է դե ինչ իմ մեղքերի մասին հարցրեցիք։ Ասում այո հարցրեցի, բայց Տերն ասես ես նրա մեղքերը չեմ հիշում։ Ու տեսեք, որպեսզի իմանանք ինչպիսի բարոյական
դիմագից ունեցող կերպարն է կամ կերպարներն են եկեղեցու վրա սկսի վայրահաչելը։ Բացեք երկրի հակառակ կողմը գիրքը, այնտեղ արձան բռնաբանելուց 15 տարեկան տղապանաբանելուց մինչև երկրի հանձնման բաները կա, այսպիսի պետք չի հանգած չառնեք այս սատանայի գիրքը, բայց գնացեք գրադարաններ, գնացեք բացեք ու կարդացեք, գրախանութներ գնացեք, տեսեք ինչ այլասերված գաղափարի տեր մարդ այսօր մեր երկիրը ղեկավարը։ Եվ նա ունենալով այլասերված այսպիսի տեսակ ու որակ եւ այնյան մեջ խեղդեց մեր Արցախը։ Դուս է եկել այսօր եկեղեցու դեմ։ Այստեղ են ասել թե գողն է բարձր գորում բռնեք գողին։ Հավաքվենք, ամրանանք, թույլ չտանք սատանայի մուտքը մեր սուրբ տաճարները, որովհետեւ նա չկարողանա պղծել։